Գետերն անձրևներից կատաղած են։ Գարնան սեզոնային վարարումներից հեղեղման ռիսկի պահը բաց չթողնելու համար հիդրոլոգներն օրը 2 անգամ մարզերից տվյալ են ճշտում։ Ջուրն ինչ մակարդակի է հասել։ Հերթական զանգը Դեբետ այրում դիտակետից է։ Երեկոյան 620, այսօր առավոտյան ժամ 8-ի դրությամբ 616։ Հաջորդ քայլով ջրի մակարդակից գետի հոսք են հաշվում։ Մեր նկարահանման պահին Դեբետը պարզվեց վայրկյանում 94 խորանարդ մետր ջուր էր տեղափոխում։ Ցուցանիշը վտանգավոր շեմից բավական ցածր է, հանգստացնում է ծառայության պետը։ Դեբետի այրում դիտակետում մեր վտանգավոր ելքը կազմում է 350 մետր խորանարդ։ Գետն այս պահին խաղաղ չէ Սանդվանի, բայց ռիսկային էլ չէ, գնահատում է կառույցի ղեկավարը։ Հիշեցնում, 2 տարի առաջ մայիսի 26-ին, երբ ափերից դուրս եկավ, Դեբետի հոսքը 884 խորանարդ մետրի էր հասել։ Այն ժամանակ բնական աղետի պատճառ դարձած եւ Դեբետը եւ Աղստեֆը հիմա բարի ուղիղ իմաստով աչքի առաջ են համակարգչում։ Երկրում գործող հիդրոլոգիական 79 դիտակետերի քարտեզին կանաչ երանգովը միշտ ակտիվ կայաններն են։ Որոշակի դիտակետերում մենք ունենք տեղադրված ավտոմատ կայաններ, որոնք անդադար գրանցում են տեղեկատվությունը եւ մեզ հասանելի են, օրինակ Ազատ Գառնի դիտակետում ունենք այսպես on-line հասանելիություն։ Հավաքած բոլոր տվյալների հիման վրա մասնագետներն ամեն օր հիդրոլոգիական տեղեկագիր են պատրաստում, հրապարակում։ Մայիսի 8-ի աղյուսակի կարևոր տվյալը Ախուրյանի ջրամբարն այսօր 100%-ով լցվեց։ Գետերի մասով, երբ հեղեղման ռիսկ են կանխատեսում, անմիջապես ահազանգում են Փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ու լուրն ինտերնետ հասցնում, տարածում վերադաշ շրջակա միջավայրի նախարարության միջոցով։ Այս տարի արդեն 3 նախազգուշացում են տվել։ Մարտի 26-ին ողջի գետն էր շատ բարձրացել, ապրիլին ու մայիսի սկզբին Արփան։ Ամենաբարձր ելքերը մենք ունեցել ենք մայիսի 4-ին 5-ին եւ ունեցել ենք Արփա գետի ավազանում կրկին, երբ մենք Արփա արենի դիտակետում ունեցել ենք մոտավորապես 240 մետր խորանարդ վայրկյան ջրի ելք, որը բավական մեծ արժեք է եւ իր վտանգավոր ելքին մոտ արժեք է։ Բարեբախտաբար եղանակը նախորդ շաբաթ ցրտեց ու անձրևները սարերում ձյուն դարձան, այնպես որ վերջին տեղումների հետ լեռներում ինտենսիվ հալոցք չսկսվեց, արդյունքում գետեր լցվող ջրի քանակն ըստ Ամալիա Միսակյանի այսօր ու վաղը մի քիչ կպակասեն, բայց Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը բարձրանալու է եւ եթե օդի ջերմաստիճանի բարձրացումը ուղեկցվի նաեւ տեղումներով, բնականաբար մենք արդեն պետք է զգուշանանք, որովհետեւ կարող են ինտենսիվ ձնհալքը սկսվել։ Լեռներում կուտակված ձյունը եթե արագ չհալվի հեղեղումների պատճառ դառնա, եղանակից այս տարի բացառիկ օգուտ կունենանք։ Գառնան վերջին գրեթե լցված ջրամբարներ։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։